Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել, ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերում, ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերում։ Քո տիրումերը Ամեն մեկի իրեն համար թերմ արած է ու չի գրնար մոդենալ ճշմարտության։ Միայն հավատացյալներն են այդ թիմագով, ոչ։ Հոգևորականներն իսկ թիմագով են, եւ անոր համար հավատացյալը գտիմագավորվի։ Այդ թիմագը գանցնի հավատացյալին։ Եթե այդ թիմագները հանվին մեր եկեղեցականներուն, առաջնորդներուն եւ հավատացյալներուն երեսներեն, ճշմարտությունը պիտի երևա։ Ժողովուրդն ալ այսպես կուզե։ Ինչի համար կմեղադրեմ զանոն։ Մեզ եկեղեցին մեկ գոմ գսե, որ եթե ավետարանը ինքնուրույն գարտակ, պիտի ինակ հերետիկոսության մեջ, պիտի հասկնակ այնպես, ինչպես դուք կհասկնաք, բայց պետք է հասկնաք այն այնպես, ինչպես մեր հայրերը կհասկնան։ Սակայն Քրիստոսը այսպես չլուծեց հարցը։ Սամարացի գնոջ ըսավ ժամանակ պիտի գա, որ հոգիով պիտի երկրբակես եւ ոչ թե այն վայրով, ուր հայրերդ երկրբակեին։ Այսինքն կարևորը դեղը չէ, այլ երկրբակելու ցևը։ Մեզ դարիներ շարունակ գաբած են հայրերու մտածելակերպին։ Շատ լավ։ Պարչի որ ես ինչ եմ ասում։ Քանի անգամ ասի բացեի բաց ռազմական եղաշրջումապի։ Պատերազմի օրերին ասի։ Եվ նախագահներին ասեցի, Քոչարյանին եւ Սերժին։ Ասի լավ դուք ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունեք, ոչ բանակում, ոչ ոստիկանություն, ոչ ազգային անվտանգություն, որ դա ձեր կողքը կաննի եւ եղաշրջում իրականացնի։ Սերժ, դու ավելի 10 տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունես, որ ելես փողոց պատիվ ունեմ, թե որ ընդրությունով չի հնարավոր չի սա փոխել։ Ուր է գնացի ընդրության։ Մենք 30 տարի pedagoganություն չենք ստեղծել, մենք pedagoganության իմիտացիա ենք արել, դրա համար չարաչար հատուցում ենք։ Մենք 30 տարի հեգնել ենք Ալիևներին, իսկ Ալիևները ստեղծել են պետություն։ Պարչի որ Դոգը ով մանրակրկիտ հիշում է, թե ով ինչ է խոստացել ընտրություններից առաջ։ Ու թե հանկարծ մեկը խոստումը չարեց, «Պարյամո մտնում է, պարյամո էֆիր, լասի այտա»։ Այն ընտրություններից առաջ խոստացածդ ասֆալտը, եթե հանգարց չարի։ Սաղին հավքերում գամազնակ տորոբել նավարի գլպեշներով ժնգահերում։ Առավոտ արդնանում են տենում են ասվալտը պրա։ Ողքի թաղերն էլ հետն ասվալտած։ Բորձուրները բանը սաղշա, բորձուրների մասին խոստում չեր էլ տրվել, բայց նավշակի բորձուրներն էլ ադրած։ Փոխվեց էլի կյանքը։ Քանի փոքր էինք տոկից էինք վախում, մեծացանք սկսենք դոգից վախենալ։ Դոգը Եկեղեցին հայ առաքելականների համար սակրալ տարածք է, որտեղ հայ առաքելականները, նրանք, որոնց քահանան թույլ է տալիս, որ մտնեն, մտնում են պաշտելու համար Աստծուն։ Այդ նույն բանով հաջողությամբ գնացեք, մտեք կյանքի խոսքի սրա, ասեք մերն։ Գնացեք Եհովայի վկաների տարածք մտեք, ասեք էսի մերն է։ Գնացեք մորմոնների եկեղեցին մտեք, ասեք էսի մերն է։ Չհասկացանք։ Ավետարանականների ժողովարանը գնացեք մտեք, ասեք էսի մերն է։ Հայ առաքելական եկեղեցին ձեր ձեռը պատանդ է։ Այն որ մենք դռները լայնորեն բացել ենք ձեր առջև, դուք օգտագործում եք մեր դեմ,
Չափերը ճանաչեք, պիտի չափերը ճանաչեք։ Եկեղեցի Միքայել, իսկ առաջիկայում ունես նոր ռեկորդների գաղափարներ, նպատակադրումներ։ Դեմ հայելայի գիրն է։ Հայելայի գիրը ես գրում եմ եւ միջև հայելու դիմաց չեմ պահում, իմ ամեն ինչը ճիշտ չի լինում, չի հասկացում։ Երբ պահում են հայելու դիմաց, ամեն ինչ ճիշտ է լինում գրված։ Դա ուղարկել եք Գինեսի ռեկորդների համար եւ ինչ արձագանք է եղել։ Որը վերնագիրը իրենց դուրս չի գալիս։ Իսկ ինչպիսին էր վերնագիրը։ Հայելայի գիր։ Ինչ առարկություններ ունեին իրենք։ Մենակ ասել է, որ վերնագիրը մեզ դուրս չի գալիս։ Որ վերնագիրը փոխեք նորից կքննարկեն, թե Չգիտեմ, բայց մենակ այդ վերնագիրը ունի ինքը իրենց հայելայի գիրը ներկայացնում։ Իրանք պատասխանել են, որ վերնագիրը մեզ դուրս չի գալիս, վերնագիրը եղել հայելայի գիրը։ Եվ մենք ասել ենք, որ դուք ասեք ինչ վերնագիր եք ցանկանում, եւ մենք հանդես կգանք, եւ այսօր պատասխան չկա։ երբ դժվարությունների ես հանդիպում, ինչպես ես փորձում դրանք հաղթահարել։ Ես հիշում եմ, որ ինչ-որ մեկը ինձ ասել է, որ շատ է սիրում, եւ ինձ ասել է, որ միշտ գնամ առաջ։ Եվ այդ մարդուն հիշելով մտածում եմ, որ պետք չէ հանձնվել։ Նույնիսկ այդ հոգևորականները, ովքեր կուսակրոնություն են ընդունել, նրանք նաև ունեն ընտանիք։ Հիմա գիտեք, այս հարցը իրոք ցավոտ հարց է, որովհետև կուսակրոնության ավանդությունը վստահաբար կան եւ դեռ կլինեն, որովհետև եթե մարդը կուսակրոն է դառնում, կուսակրոն քահանայության ուխտ է կատարում, բայց ինքը չի պատկերացնում ինչ բան է կուսակրոնությունը, որովհետև ինքը վանք չի տեսել, վանքում չի եղել։ Ինքը ոնց կարող է այդ կուսակրոնությունը պահել, հետո կուսակրոն լինել եւ աշխարհում ապրել, գնալ Եվրոպաները սովորել, ամեն տեսակի գայթակղություն ու այլանդակություն տեսնել ու մնալ կուսակրոն, դա չափազանց բարդ բան է։ Ժամանակին, երբ որ կուսակրոնությունը ձևավորվեց հայ եկեղեցում որպես ավանդություն, նպատակը նաև այն էր, որ վանական կյանքը զարգանար, բացի այն, որ այն ժամանակ ժառանգական էր ունեցվածքը եկեղեցական գույքը, որպեսզի մի տեսակ այդ ժառանգականությունը չլինի, այլ ընդհանուր սեփականություն լինի, կուսակրոնության փաստորեն դու այլևս ժառանգական չէիր կարող դարձնել եկեղեցական կալվածներ ունեցվածքը եւ նաեւ շատ կարեւոր էր կուսակրոնության վանական կյանքը հաստատել եւ վանքերում այդ աղոթական մթնոլորտը ձևավորել, ինչպես բոլոր քրիստոնեական եկեղեցիներում այսօր վանքեր կան, վանականություն կա, վանական կյանք կա, անշուշտ վանականության նախընթաց եղավ անապատական շարժումը, բայց կուսակրոնությունը վանքերում ձևավորվեց եւ կուսակրոնը վանքերից դուրս եկավ։ Հիմա մենք չունենք վանք, չունենք վանական կյանք, բայց ունենք կուսակրոնություն։ Սա աբսուրդ է։ Երբեք չի կարող վանքից դուրս կուսակրոն լինել։ Սա նման է, որ ասենք առանց ջրի ձուկը ապրի։ Եվ դրա համար էլ այս բոլոր խայտարակությունները լինում են, որտեղ այդ կուսակրոնները իրենք չեն պատկերացնում ինչ է կուսակրոնությունը, ինչ է վանական կյանքը, աղոթական վիճակը։ Եվ ավելին ասեմ, դեռ ուսանողական տարիներից ճեմարանականները երազում էին կուսակրոն լինեին, որտեղ մտածում էին ամեն մեկը մի արտասահման, մի թե մի յուղոտ պաշտոն կստանա եւ մինչեւ եպիսկոպոս կդառնան, թեմակալ առաջնորդ, այսինքն սա է իրենց կուսակրոնության հասկացողությունը, որ սա տրամպլին է արտասահման գնալու եւ բարձր պաշտոններ ձեռք բերելու, վաղնել եպիսկոպոս կլինի, նույնիսկ խոսակցություններ կային ճեմարանում, որ ինչ կլինի, վեղար կդնեմ, մի կողմից էլ ընտանիք կունենամ, երեխա կունենամ եւ այլն, ով պիտի իմանա, ինչ պիտի իմանա, բայց Աստված հոգ իմանա, այսինքն դա նշանակում է, որ այս մարդիկ ընդհանրապես Աստծուն չեն հավատում, որտեվ եթե դու Աստծո առաջ ես ուխտդ կատարում, ո՞նց ես դու խաբում Աստծուն, Աստծուն չես կարող խաբել, մարդկանց կխաբես, քեզ կխաբես եւ վերջիվերջո մի օր կբռնվես, չէ՞, փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, եթե ինչքան կարող ես ասենք քո երեխային սանիկ ասել, քո երեխան քեզ ինչքան կարող է քավոր ասի, հիմա մոդա է այդպես, իրենց երեխաներին սանիկով են դիմում, բայց
Խնդիրը նա է, որ այս կուսակրոնությունը այլևս խաբեության է վերածվել եւ վերածվել է այլասերման։ Եվ մի մասը ապօրինի կին երեխաներ ունեն, ընտանիքներ ունեն, մի մասը այլ շեղումների դուռ է բացվում եւ այդ շեղումներով են գնում, ինչեւ անգամ մանկապղծության դեպքեր կարող են լինել եւ մենք գիտենք կաթոլիկ եկեղեցում, որ քանի որ այնտեղ լատին ավանդության մեջ չկան ամուսնացյալ քահանաներ, բազմաթիվ միասեռականներ կան, մանկապիղծներ կան եւ բնականաբար այս երևույթները կանխելու համար պետք է կուսակրոնության այսպես ասած ինստիտուտը ձևավորել վանքերում։ Մենք պիտի ունենանք վանքեր, վանական համալիրներ եւ ամբողջ այս խայտարակությունները, որ մենք լսում, տեսնում ենք, իմանում ենք, գալիս է այս կեղծ կուսակրոնությունից, որ առանց վանքի իրենք կուսակրոնություն են ձևավորել, որը իրականում բոլոր տեսակի խաբեությունների դուռ է բացում։